Ռեպլիկի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ Պարոն Չիբուխչյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Չիբուխչյան, նախընտրական շրջանը Հայաստանում, ինչպես եւ կանխատեսվում էր, անցնում է ոչ թե կառուցողական մթնոլորտում եւ լուրջ հարցերի ու ծրագրերի քննարկմամբ, այլև միմյանց մեղադրելուց բացի պիտակավորելով, ծաղրելով։ Բանը հասել է անգամ նրան, որ գործող վարչապետն ու երկրորդ նախագահ Նեշի Զռոստն են քաղաքական բանավեճի թեմա դարձրել։ Հարցս հետեւյալն է, այս շոուի պահանջարկը կա, դրա համար էլ քաղաքական գործիչներն այսպես են որոշել անցնել այս փուլը, թե ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է, ինչպես Քոչարյանն է ասում, անլրջացնել գործընթացը եւ մարդկանց ուշադրության կենտրոնում պահել ոչ թե լուրջ հարցերը, այլ կենցաղային տեսարանները։ Այստեղ երկու բան կուզեմ առանձնացնել, շատ կարևոր հարց եք տալիս իրականում։ Առաջին հանգամանքը դա որ երկուսն էլ ասելիք չունեն։ Երկուս ասելով նկատի չունեմ միայն նրանց, այլ երկու կողմերն են, իշխանություն եւ ընդդիմություն։ Միակ ասելիքը պետք է ունենա արևմտամետ ընդդիմությունը, որը շատ մեծ ասելիք ունի, բայց իզարմանս ինձ ոչ մի բան չի ասում, կամ ասում, կամ չի տիրապետում իրավիճակին, չի տիրապետում ասելիքին, չի խորացել, երբեք լուրջ չի ընկալել, որ ինքը կարող է ինչ-որ բան փոխել, անել, չի պատրաստվել իշխանություն գալու եւ այսպես շարունակ, իգուցե ենթադրում եմ, հա, զարմանալիորեն եմ, որ ես այսօր իրականում ամենալավ վիճակում պետք է լիներ, որ արևմտամետ ընդդիմությունը, որը պետք է ուսումնասիրածներ Եվրամիության ծրագիրը, ասենք DCFTA-ի ծրագիրը, խորհրդի համապարփակ առևտրի, ներկայացնել ժողովրդին, թե եթե իրենք օրինակ դուրս գան, խոսեին եվրոպացիների հետ, քննարկեն միասին արևմտամետ ուժերի քարոզարշավը, օրինակ, եթե մենք ենթադրենք, դա խոսակ բան է, չէ՞, դա տարական բան է, որ քաղաքական ուժերը կապեր են հաստատում, իրենք եվրոպացիներից հասկանում են, թե ինչ կարող են ավել վերցնել, ինչ կարող են տալ եւ այսպես շարունակ, մեծ հաշվով։ Եվ ըստ էության կառուցում են քարոզարշավը, հա, խոստումները, թե ինչ օգուտներ կարող է բերել, ոլորտներով գնալ, քաղաքական առումով ինչ ոլորտներ կարող է բերել, ասենք, չգիտեմ, բազմաթիվ ասելիք ունեն, բայց ինչպես տեսնում ենք, իրենք դες կողքից հետևում են այս շոուին, ոնց որ եւ սովորական մարդիկ։ Իմ մոտ ամենպես այդպիսի տպավորություն է։ Ինչ վերաբերվում է կոնկրետ տարածաշրջանիցներին եւ ռուսամետներին, իրենք երկուսն էլ ասելիք չունեն։ Մի պարզ պատճառը, որովհետեւ մեկը չի կարող պարզ կանգնել ասել, մենք պետք է նայենք Պուտինի ձեռքին, եթե Պուտինի վիճակը լավ եղավ, պետք է դառնա գուբերնիա։ Միևնույն է մեղրին պետք է տանք, որովհետեւ Ադրբեջանը ուժեղ է եւ ոչ մի Պուտին Թուրքիա եւ Ադրբեջանի դեմ չի գնալու։ Այսինքն Պուտինին վերադարձնելու գինը տարածաշրջան, Ռուսաստանը խաղի մեջ մտցնելու գինը, որը երկար չի տևելու այդ խաղի մեջ մտցնելու, լինելու է մեղրին հանձնելը Ադրբեջանին։ Եվ այսքանից հետո Ադրբեջանը դրանից պակաս գին չի ուզելու, այսինքն որպեսզի Պուտինին հետ բերի այդ խաղի մեջ, հա, հատկապես այս վերջին զարգացումներից հետո, հատկապես, բայց որևէ մեկը չգիտի արդյոք դա հնարավոր է թե չէ։ Հիմա ես մի հետաքրքիր բան ասեմ։ Արդյոք անգամ եթե հիմա Ալիևը շատ ուզի Պուտինին հետ բերի, եթե իրեն անգամ մեղրին խոսք տան, ես մի փոքր կասկածում եմ, որ այսօրվա դրությամբ, երբ որ Ալիևի կողքը, ասենք, դաժան ռմբակոծություն է գնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, իրենք տեսնում են, թե 90 միլիոնանոց Իրանը, որը Ադրբեջանից տասնյակ անգամներով ավելի մեծ կարողություններ ուներ ռազմական առումով, հա, ինչ օրի է, ես մի քիչ կասկածում եմ, որ այսօր կարա օրինակ Ալիևը կանգնի Թրամփին ասի triple hedge, ես մտնում եմ գրավում եմ մեղրին, որտեղ ստացիա կեղտոտ գործը պետք է անի Ալիևը, եկեք չմոռանանք։ Եվ այս պարագայում ես կասկածում եմ, որ հիմա քանի Թրամփը այսպես մի քիչ սարսափ է տարածում աշխարհում, անկանխատեսելի եւ այլն, ես դժվար եմ պատկերացնում դա։ Այսինքն անգամ եթե հիմա ուրեմն Ալիևն էլ ուզենա, Պուտինն էլ ուզենա, ռուսամետ ուժերն էլ ուզենա, մեծ հավանականությամբ այս պերիոդում դա անհնար է անգամ, որ իրենք կարողանան Հայաստանը դարձնեն գուբերնիա կամ միութենական պետություն։ Իսկ ինչ կարող է լինի։ Ըստ էության էլի մենք վերադառնում ենք, որ Հայաստանի ճակատագիրը, ինչը բազմիցս եմ ասել, կախված է եղել եւ կախված է մնում ռուս-ուկրաինական պատերազմից, իսկ հիմա նաեւ իրանական պատերազմից։ Այսինքն ըստ զարգացումների, եթե Ուկրաինայում ուկրաինացիները հաջողության հասնեն, բնականաբար Պուտին չի վերադառնալու։ Իսկ ինչ պետք է անեն ուրեմն ռուսամետ ուժերը, բնականաբար պետք է դառնան արևմտամետ, գնան պայմանավորվելու Թրամփի հետ, որտեղ այլ տարբերակ չի մնում։ Բիզնեսմեն տղերք են, ասելիք չունեն հասարակությանը, իրենք էլ չգիտեն իրանք ինչ են անում։
ինչ որ երևակայական չինական փողեր են բերում եւ դա իրոք, քանի որ ես դրանան միջևից զգուշացրելու անդրադարձել եմ, ոնց է այդ խայծի շնորհիվ Չինաստանը պետություններին սնանկացրել, սխեմանել եմ ներկայացրել։ Ու մեկ էլ գալիս են սրանք վեր ընկերում, ասում են մենք Չինաստանից կբերենք, լուրջ եք ասում։ Բա տարիներով անդրադառնում էի հատուկ ժամանակ հաղորդում էի սարքում, ոնց է Չինաստանը գցում եւ խափում այն պետություններին ում խայծը գցումը հավի պես դեմը կուտը տալիս է, ասում է եկեք այս փողերը վերցրեք, հետո ոնց են այդ պարտքի սխեման աշխատացնում։ Այսինքն տեսեք, այս պարագայում այնց չի որ Չինաստանի վիճակն է լավ է, Չինաստանի վիճակն է լավ չի։ Դրա համար այս է իրավիճակը։ Այսինքն խոսելիք, ասելիք չկա։ Հետևաբար ինչա կարևոր ժողովրդին շոու մատակարել, շեղել եւ էշի զռոց, չգիտեմ, հայհոյանք եւ այլ այսպես ատելության սերմանում եւ այսպես շա։ Մյուս կողմը տարածաշրջանիստները նույնպես առաջարկելու բան չունեն, որովհետեւ իրանք այսպես չեն տանում Հայաստանը Եվրամիություն, Եվրոպան սպասում է, ակնարկում է, այցեր է կատարում, չգիտեմ, ամեն կերպ ասում է պատրաստ ենք աջակցել, բայց կանգնում է Փաշինյանը եւ Պուտինին հավաստիացնում է, որ մենք ուրիշ երաշխավոր չենք ճլվի, չէ՞ որ ամբողջ այդ երաշխավորների մասին ճառը նվիրված իրականում թվում է թե Պուտինի դեմ է, բայց դուք հասկանում եք, որ նա խոսում է, որ Պուտինին հավաստիացնում է, որ ինքը ուրիշ երաշխավոր չի գտնելու։ Ստեյության դա է նշանակում։ Իհարկե այլ հարցը հավատում է իրան Պուտինը, թե չէ, որտեղ Պուտինը տեսավ, ինչպես եւ գուշակում է, ինչպես եւ ես ձեր եթերում եմ ասել բազմիցս, իրանք չեն հասկանում ոնց են իրենց ակաժներից բռնած ստանելու, որտեղ կա իրավիճակ գետնի վրա, որը դու հասկանում ես։ Դրա համար հասան այն վիճակի, երբ որ իրանց բացատրեցին, որ կամ թուրքիական երկաթգիծը կառուցվում է տղաջան, դու մնայ ռուսական երկաթգծերով։ Կամ եթե ուզում ես ընդհանրապես այդ քո ճանապարհը օգտագործվի, ուրեմն պետք է քո օտրությունն է, ուզում ես Պուտին բեր, ուզում ես ինչ արա, ուզում ես բարի ռուսական երկերի տակ, ու կակոշնիկները դիք ուրախացեք։ Ոչ մի բան չկա։ Մենք կֆինանսավորենք Թուրքիան անգամ եվրոպական փողեր կտնենք, Թուրքիան երկաթգիծը կսարքի Նախիջևան ու բարձր։ Քեզ մի հատ 40 քանի կիլոմետրանց հատված է, այդ թրիփն է վերջ։ Դուրս մնացած process-ներից, բա թրիփը կանցնի, մնացածը արդեն Թուրքիայով։ Տրանզիտի գումարն է համապատասխան Թուրքիան կվերցնի։ Եվ դրա համար ինքը հասկացավ, սա հենց մի փոքրիկ դետալ է ականջից բռնած ստանելու, որը բացատրում է ինքը, որ տես չի կարա տենց լինի, չես կարա RЖD խաղացնես, որը բանկրոտ է արդեն, որը 50 միլիարդի պարտք ունի եւ այլ այսպես շարունակ։ Եվ ասես Ամերիկայից թրիփ են բերում, տենց կաշ սարքես երկրում մի հատ թշնամակ, ասենք միմյանց թշնամի երկրներին բերես ուղիղ շահերը հակադրես քո երկրում, ոչ թե բերես բոլորին համագործակցության միտեղ, այլ հակառակ հակադիր շահերով երկրներին բերես, որոնք հակադիր են շահերը անգամ Հայաստանում։ Դա շլսված բան է, դա հասկանում եք։ Սրանք էլ ասելիք չունեն։ Փուչիկ տնտեսություն են սարքել ռուսական զուգահեռ էքսպորտի վրա, որ պահին ուկրաինական պատերազմը թեկուզ սառեցվեց մի կարճ ժամանակով, տրաքելու է ամեն ինչ, ուղղակի տրաքելու է, որովհետև ուրեմն պարզա որ ահռելի գումարներ են աշխատում, հիմա նույն հեռախոս բերողները, ներկրողները, տեխնիկա եւ այլն, այսպես շարունակ։ Իրանք կոնկրետ առաջարկ չունեն, չեն ասում, ասենք ուր են տանում Հայաստանը։ Միայն ինչ որ խայտարակ քարոզչությունը վատ բան չմտածեք Ադրբեջանի մասին, վատ բան չասեք Ադրբեջանի մասին, չջղայնացնենք Ադրբեջանին, թե չէ կջղայնանան իրենք։ Եվ այս տոնի մեջ ժողովրդին անընդհատ ինչ որ ինքնասիրության վրա, ասենք, աշխատանք է տարվում, որ չգիտեմ, մոռացեք ձեր պատմությունը, ինքնությունը, չի կարելի ջղայնացնել Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանը ասում է, որ դա կոնֆլիկտացին է, ուրեմն կոնֆլիկտացին է սահմանադրության հռչակագիրը պետք է փոխել եւ այսպես շարունակ, որտեվ դա է բերելու խաղաղություն։ Բայց այս ամբողջ դիսկուրսը երևի ժողովրդի մի մասն էլ ուտում է եւ ոչ մեկ իրեն հարց չի տալի, լավ, այդ որ մենք անում ենք, փոխում ենք, իսկ Ալիևը ընդ իր մոտ փոխում է, Իվան, թե չէ։ Իսկ Ալիևը вообще իր կոնֆլիկտացին բաները փոխում է, թե չէ։ Իհարկե ոչ։ Դրա համար, որpիսի ավելորդ հարցեր չտան, որpիսի հասարակությունը եւ ընտրազանգվածը ավելի չհասունանա քաղաքականապես, եզրափակում եմ ձեր հարցը, ուրեմն, որpիսի ուրեմն կարողանան մաքսիմում էժան միավորներ հավաքել, հա, հետագայում, որտեղ ինչքան հասարակությունը զարգացավ քաղաքականապես, այնքան կոնկրետ հարց է դնելու իշխանությունների դիմաց։ Կոնկրետ պահանջներ ներկայացնելու, տնտեսական, քաղաքական եւ այլ այսպես շարունակ։ Դրա համար այսպիսի անմակարդակ շոուներ է կազմակերպվում, որտեղ ոչ մեկ կոնկրետ ասելիք չունի։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով ասացիք, որ Փաշինյանը չի պատրաստվում երաշխավոր փոխել։
Նախորդին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ինչպես Փաշինյանն ասաց, հանդիպում է խնդրել Պուտինի հետ։ Ինչ եք կարծում, հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է այդ հավաստիացումները տեղ հասցնելու համար, նաև երկաթուղու ղազախական կառավարման այդ հնարավորությունը, եթե Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվեն, դա ընդունելի կլինի այլ խաղացողների համար։ Տեսեք, նախ հիշում եք ժամանակին էլի քիչ չէ։ Հիմա չեմ հիշի, բայց այդպեսի դրվագ եմ հիշում, որ էլի ուրեմն մերոնք տվել էին, որ չգիտեմ, Պուտինն է զանգել, Պուտինի մի քանի տարի առաջ է դժեմ սխալվում, Կրեմլից տվել էին, որ մերոնք են զանգել, չէ՞, դիսի մի բան կար ժամանակին։ Տեսեք, բնականաբար ես նայած ինչի համար է զանգել եղել։ Եթե անգամ Պուտինն է զանգել եւ կամ Պուտինը ասել է մի հատ ասեք թող զանգի, կամ Պուտինը զանգել է ասել է դու ես զանգել, ես չեմ զանգել քեզ։ Այսինքն իր այդ արդարացումը ավելի շատ նախ հերիք ես նորից եմ ասում, գիտեք ինչքան կարելի է մեկ բաներ կա, որ առանց ասելու կարելի է ընկալել հասկանալ։ Այսինքն ինչ է նշանակում բահո Պուտինը չի զանգելու, այսինքն օրինակ եթե Ֆրանսիան կարևոր հարց ունի Հայաստանի հետ, ինչ որ մի պահ Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում հայտնվել է Հայաստանը, չէ՞։ Ես ասեմ, եթե Ամերիկային պետք է լինում, օրինակ Բլինքենը ժամանակին, հիմա Ռուբիոն վերցնում ու զանգում է։ Հասկանում եք։ Իրանք կարող է այտենց չասեն կոնկրետ ով է զանգել, կարող է ասեն ով է զանգել, էական չի, բայց իրանք այտենց այդ դրա վրա շատ չեն կենտրոնանում։ Պետք է զանգել, վերցնում զանգում են։ Երաշխավորի պահը ես ոչ թե ասեցի, որ ինքը չի պատրաստվում բերի, դա իրանից չի կախված։ Ինքը փորձում է Պուտինին համոզի, որ ինքը ուրիշ երաշխավոր չի գտնելու։ Ինքը իրականում մեկի ճիշտ հասկանանք, այս աշխարհական իրավիճակում Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ որոշի ինքը ուզում է երաշխավոր բերի, թե չի ուզում երաշխավոր բերի, հա։ Ոնց որ եւ երկաթգծի հարցով կամած իրան ասելու են ինքը ինչա ուզում, սա շատ կարևոր է, որովհետև ինչպես տեսնում իրանք լավ չեն հասկանում ինչա կատարվում աշխարհում, ցավոք սրտի, կամ հասկանում են իրանց դնում են չհասկացողի տեղ։ Հիմա եթե անգամ Պուտինն էլ զանգած լներ, քանի որ ռուսները շատ պրինցիպիալ են այդ հարցով, ես ձեզ ասեմ, ոնց Պուտինը հիմա էլ հատկապես Պուտինի դեմքը ցեխերով քսելով տանում են, բնականաբար ինքը տենց որոշեց մի հատ Պուտինի կույրաղիքը կամ հաստաղիքը շողի, չգիտեմ։ Դա այսինքն անպայման չի որ ինքը տենց ասեց, ուրեմն տենց է եղել։ Ես իմիջիալուց ասեցի, տեսեք դուք ասեցիք, չէ՞ որ պայմանավորվել են, որ ընտրություններից առաջ մինչև անպայման հանդիպեն, ճիշտ է։ Դե հիմա տեսեք, այսինքն ես հենց զանգը եղավ, ենթադրեցի, որ Պուտինը ուզում է առևտուրան ընտրություն հետ կաց, որտեղ ինքը արդեն բավականին ուժեղ ընդդիմություն ունի Հայաստանում։ Իդեպ երևի վերջին տարիներին կարող է եւ ընտրությունները ցույց տան, որ ամենաուժեղ ընդդիմությունն է։ Պուտինը ամբողջ ընդդիմադիր դաշտը, ուրեմն իդեպ լուրջ շանսեր ունեցողները, դրանք կամ Ռուսաստանին հավանող ուժեր են, կամ ազդեցության ուժեր են, կամ հենց ուղիղ կառավարող ուժեր են Ռուսաստանից։ Դրա համար իդեպ Փաշինյանը միտումնավոր էր սա անում, ես նորից եմ պնդում, դա իմ անձնական կարծիքն է, իմ համոզմունքն է, որպեսզի հաջողանա Պուտինին, որպեսզի ցույց տա, որ իրանք իր դեմ չեն գնում, parlamenti ամբողջ ընդդիմությունը միտումնավոր տալիս է Պուտինին, միտումնավոր ամեն ինչ արեց, որպեսզի մի հոգի արևմտամետ գոնե չհայտնվի, որտեղ դուք հիշում եք Սերժ Սարգսյանի հայտնի քաղաքականությունն էր դա։ Ոչ մի բան չի փոխվել։ Ոչ որ Սերժ Սարգսյանն էր ասում, այս երկրի արևմտամետնել եմ ես, ռուսամետնել եմ ես, չէ՞։ Եվրոպամետնել եմ ես, ամեն ինչը մետնել եմ ես, իրականում իրանք ռուսամետ էին։ Նույնն էլ Նիկոլ Փաշինյանն է, այս երկրի արևմտամետնել է ինքը, դրա համար իրանք կուսակցության մեջ կան եւ ռուսամետներ, եւ արևմտամետներ, այսինքն սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է, որը շարունակվում է։ Նույն բանը անում էր Սերժ Սարգսյանը, նույն արտաքին քաղաքականությունը վարում էր Սերժ Սարգսյանը, պարզապես այլ ժամանակահատվածում պատմական նորագույն պատմության Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանը այլ, այսինքն միայն ընդհանուր իսկ մթնոլորտը իրոք փոխվել է, պարզավոր շատ է փոխվել, բայց այն քաղաքականությունը, որը բերեց Հայաստանին պարտության, ինչն է փոխվել, գիտեք, ստիպված ելնելով իրավիճակից, որ ռուսը էլ տես չի կանգնում իրանց, էլ անվտանգության երաշխավոր չի, փոխանակ ամբողջությամբ իրանք քաղաքականությունը փոխեին եւ փորձեին ավելի շատ օգուտներ ստանալ, ավելի շատ զինվեին, ավելի շատ տեխնոլոգիա ստանային, թեթև sense մանևր են արել դեպի Եվրամիություն, դեպի Միացյալ Նահանգներ, թեթև, բայց էլի Պուտինին ասում են, այ որ մի քիչ շատ նեղացնես, ավելի շատ կգնանք։ Բայց դες ամբողջ parlamento քեզ ենք տալի միջղայնացի։ Որտեվ սա իրենց մեգադախլչիների փողերը, բիզնեսները, չգիտեմ, կոմպրոմատները գուցե սա կախված է Ռուսաստանից։ Ինչի մասին է խոսքը։ Եվ չգիտեմ ինչքան բան կա իրանք, ինչ կապեր կա, ինչ աստիճանի եւ այսպես շարք։ Նույն Սամվել Կարապետյանը քանի հոգու է Քավոր Սանիկ ընկեր այդ օլիգարխներից իրենց մեգադախլչիներից եւ այսպես շարունակ։ Պարզ չի։ Դրա համար ես այս պարագայում նորից եմ ասում, տեսեք, բաներ կա, չի կարելի ասել։
Հիմա օրինակ նորմալ է, որ գրեթե միշտ փոքր երկրներին է պետք լինում զանգել մեծ երկրների ղեկավարներին, բայց դա չի բացառում, որ մեծ երկրներն է կարող է զանգեն փոքր երկրներին։ Ու այսպես կանգնել ստորանալ անընդհատ։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է արտաքին քաղաքականությունը կառուցել ստորանալու վրա անընդհատ։ Նորից ստորանալ, ասենք, լավ հասկացանք կամ ասելուց կարելի է ինձ ասել, որ դու ասենք արժանապատվությունը բան լինի, ասենք ամեն դեպքում հասկանում ենք, կամ պետքա լռել ուղակի, հա, հարց տվեցին կարելի է ասել օրինակի համար, հա, ես եմ զանգել, օրինակ, եւ անցնել առաջ։ Ես կասկածում եմ, որ հիմա ինքն է զանգել, որովհետեւ հիմա ընտրությունները Պուտինը կգերադասի պայմանավորվել, կկանչի, կփորձի ստանալ այն ինչ որ իրան պետք է։ Սա կասի ես տալիս եմ քեզ ամբողջ ընդդիմությունը պարլամենտում, բնականաբար արևմտամետ չի լինելու, մենք ենք տարածաշրջանիստներս ու ռուսամետ ընդդիմություն։ Երբեք պարլամենտը չի գնա, ասենք արևմուտք, հա, կարաս վստահ լինես, որ հաջորդ 5 տարում դու խնդրեմ չունես։ Բայց այստեղ կա մի նյուանս։ Նորից եմ ասում, Պուտինը չի որոշում, ոչ էլ Փաշինյանն է որոշում։ Կառավարման ես դրան անդրադարձել եմ, եթե չեմ սխալվում, մեր եթերներում եք խոսացել, ինչ Ղազախստան։ Ղազախստանը ինչ փորձ ունի երկաթուղի կառավարելու։ Ղազախստանը, նորից եմ ասում, տեսեք, հիմա վտանգ կա, որ այդ պրոյեկտը ուրեմն նախ երկ կբացվի, նախ ինչքան ծավալով կաշխատի։ Նա որքանով Ամերիկային պետք, որ այդ ամեն ինչը աշխատի այն թափով, ոնց որ իրանք են պատկերացնում։ Այսինքն որքանով է երկաթուղին դառնալու եկամտաբեր։ Երկրորդը, բնականաբար ինքը խոսում էր, որ պետք է գնացքները փոխվեն, դուք ղազախական հայտնի երկաթուղային ընկերություն գիտեք այս աշխարհում։ Գիտենք գերմանական, գիտենք իմիջիայլոց ճապոնական, անգամ չինական գիտենք, բայց չինականը մեզ հիմա ձեռ չի տալի, որովհետև այդտեղ թրիփն է, իրանք են չէ խոստովանում, որ չեն կարող Չինաստան բերեն, քանի թրիփն է։ Դե հիմա ինքներդ հաշվի առեք։ Դուք գիտեք ղազախական մի անգամ ղազախական վագոն տեսել եք։ Ղազախական գնացք տեսել եք, ֆրանսիական գիտենք երկաթգիծը կա, շատ ուժեղ երկաթբան ընկերություններ ունեն, գերմանականն է շատ հայտնի Deutsche Bahn-ը, իտալականը վատը չի իմիջիայլոց ասեմ, բայց ինչ Ղազախստան, ինչի մասին ենք խոսում, սա ինչ հիմարություն է, հասկանում եք, եթե ինքը Ամերիկային ասում է եկեք թոս փչենք ձեր աչքերին, թող Ռուսաստանը չլինի, Ղազախստանի անունով նորից Ռուսաստանը կառավարի, դու ում ես ապուշի տեղ դնում, ավանակի տեղ դնում։ Իսկ եթե Ղազախստանը վերցնում է, բնականաբար պետքա լինի այն փոփոխությունները, պետքա գումար ներդրվի։ Եթե Ռուսաստանն է կառավարելու, չէ՞ որ Ղազախները ասել են, «Խիպտի մենք գումար ներդրենք», եթե մեր անունը ձևական է, ուրեմն թող Սեչինն էլ կամ Էրժեդենն էլ բերեն այդ փողը դնեն։ Թող նոր վագոններ բերեն եւ այլն։ 50 միլիարդ դոլարի պարտք ունի, ինչը բերի։ Իսկ եթե Ղազախստանն է դնել, որտեղից Ղազախստանին այդ փողերը որ բերի այդ ամեն ինչը փոխի։ Ասում էս կապիկուց, էս չգիտեմ, էս կլոունադան երբ է ավարտվելու, ես չգիտեմ, սա կատաստրոֆա է ուղղակի, սա ես չգիտեմ։ Եթե նոր սահմանադրությունը հարաքվեով չանցնի, նորից հանրաքվեկ իրականացվի, հայտարարել է վարչապետը։ Նաև ընդգծել, որ ժողովրդի հետ կխոսեն, կհամոզեն, դատելով ներկուսակցական քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումներից, ինչ կարող եք ասել, կստացվի համոզել ժողովրդին։ Մենք տեսնում ենք, թե որքան ոգևորված են քաղաքացիները բարձրացված թոշակներով, անվճար բուժօգնությամբ, որը ստանում են, մարդկանց փաստորեն մեծ հաշվով իրենց տեղ անձնական հարցերի լուծումներն են հետաքրքիր։ Տեսեք, լավ հարց եք տալիս, բայց ես Հայաստանում չեմ ապրում, այստեղ իմ համար արդեն գալիս է կարմիր գիծ, ինչու՞։ Որտեվ ինձ համար դժվար է, նախ ես չեմ շփվում հայաստանցիների հետ։ Այդ թեմաները, այսինքն, հա, ունեմ ընկերներ եւ այլն, տարբեր կարծիք հարցում շփվում, բայց ոչ, ասենք գնում եմ գյուղերում եմ հանդիպումներում, ոչ մարզերում, ոչ բան։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ մտածելակերպը կգան, չեն գնա, կքվեարկեն, չեն քվեարկի, սա ինձ համար բարդ է։ Երկրորդը իմ խնդիրն է, տեսեք, բացատրել, որ եթե մենք հիմա զիջում ենք, ստորանում ենք, պարկում ենք Ադրբեջանի տակ, բայց Ադրբեջանը նույն բանը չի անում, ասես վաղը մյուսերը Փաշինյանը կարող ասի, գիտեք ինչ խաղաղություն է, եկեք ընդունենք մեքենաներով եկող ադրբեջանցիներին։ Ինչի գնանք կոնֆլիկտի։ Մեկ առևտուր ենք անում, տեսեք ադրբեջանական բենզին ենք գնում, ադրբեջանական ցորեն ենք, Ադրբեջանով եկած ցորեն ենք ուտում եւ այլ, այսպես շարունակ, հա։ Ես չունեմ վստահություն։ Իսկ այդ ընթացքում, երբ որ ադրբեջանցիները, ասենք Փաշինյանը ակտիվ կքարոզի այս տրամաբանությամբ, կրկնում եմ, այս տրամաբանության հիպոթետիկ վերում ենք օրինակ, որ եթե այսպես շարունակվի, Ալիև ասելու է, դե հիմա թափով բացատրում է ժողովրդիդ, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան իրենց պատմական հողերը։ Ու գնում է ԿՊ-ն։ Մենք 100-ամյակներով գոյատևելու ենք, ադրբեջանցիները կգան, միասին կապրենք, չէ՞, նույն ձևով կարողանալու են։ Իրանք ամեն ինչ կարան կերակրեն։
Բայց այդ ընթացքում Ադրբեջանի դպրոցներում ասելու են, որ ադրբեջանցիները վերադառնում են իրենց պատմական հողերը։ Հասկանում եք։ Ես կրկնում եմ, ես ուղղակի բերում եմ, թե ինչ կարող է լինել շարունակությունը։ Ես անձամբ դեմ եմ այս պայմաններով սահմանադրություն փոխելը։ Ես անձամբ դեմ եմ դրան անելը, եթե դա փոխադարձության սկզբունքով չի։ Եթե փոխադարձության սկզբունքով է, մենք տեսնում ենք նմանատիպ քայլեր Ադրբեջանի կողմից։ Ես ինքս թույլ չեմ տա ինձ ասեմ, գիտեք ինչ կա ժողովուրդ, գնում ենք կոնֆլիկտի։ Բայց այսպես ես տեսնում եմ, որ կոնֆլիկտը չի բրծե։ Ես հասկանում եմ, որ ադրբեջանցին ավելի վատ բան է տեղի ունենում, հայերի ոգին, հայերի կամքը, ավելին ասեմ, ես ինչքան երկար մնաց Փաշինյանը պարտադրելու են փոխել նաև դպրոցական ծրագրերը, պարտադրելու են մեծացնել անսեր, անազգ, պատմություն չիմացող նորմալ քաղաքացի, ուրեմն, որպեսզի գնալով հետո շատ ջանք չգործադրեն գան Հայաստանը գրավեն։ Այսինքն ըստ էության մենք հասկանում ենք, նորից եմ ասում, պատմական հայտարարություն արեց դարակազմիկ իր համար, ասես մենք մեքենաներով ենք հետ գալու, ոչ թե զենքով, հա։ Իհարկե մենք զենքը չենք բացառում, բայց ասում եմ ամեն ինչ սկսվում է մի զիջումից հետո երկրորդն է, երրորդն է, չորրորդն է, հետո ամեն ինչն է զիջում։ Իսկ մենք տեսնում ենք վախենում է ասի էթնիկ զտում, վախենում է բարձրացնի մի հարցեր, որոնք միջազգային հանրությունը կարող ընդունի եւ անընդհատ տակից փորձում էլ այդ հարցերը բարձրացնում։ Եկե բարբերաբար տեսնում եք Արցախի ժողովրդի իրավունքների հարցերն տարբեր միջազգային հարթակներում բարձրացնում։ Ինքը սաղ ջրում է, փակում է, լրացնում է, բայց դա գիտություն է։ Դա գիտություն է, փակելով, լրացնելով, ակաժներս, աշկերներս փակելով խնդրեմը չի լուծվում։ Բնականաբար Ալիևը պետք է ոտի ինչի պատերազմի։ Հասկանում եք ինքը ինչ է անում։ Ինքը ասում է Ալիև ջան, ես քեզ ամեն ինչը նենց կտամ, որ դու կարաս ոտի գցես ծխես, նայես տենաս ոնց եմ ես քո տեղը քո փոխարեն այդ հարցերը լուծում։ Դրա համար ասում չի լինի պատերազմ։ Ես նենց կանեմ, որ պատերազմ չի լինի, իհարկե չի լինի։ Իհարկե չի լինի։ Ալիև ասում դու իմ տեղը Հայաստանը ինձ ես տալի սկուտերի վրա։ Ինչի՞ սա պետք է։ Ուղղակի մեքենաներով կուղարկեմ։ Այսինքն այս տրամաբանությամբ չի կարելի։ Սա արդեն չափից դուրս է։ Տեսեք, ես Սփյուռքում եմ ապրում, ես տեսնում եմ, որ սա վտանգավոր է ծայրահեղ։ Այն ինչ որ իրան կանում են ծայրահեղ վտանգավոր է։ Մարդկանց ես հասկանում եմ հաճելի է լսել խաղաղությունը, բայց սա շատ վտանգավոր է, որտեղ փակում են մեր աչքերը, մեր ականջները, ուզում են ցույց տան, որ ամեն ինչ լավ է, խաղաղությունը, Ալիևը պատրաստ է, Ալիևը եւ այսպես շարունակ, հա, Ալիևը պատրաստ չի, արտաքին հետախուզությունը ասում է, որ Ալիևը պատրաստ չի, ինքը ժողովրդին նախապատրաստում է խաղաղության, ինքը ժողովրդին բերում է մի խաղաղություն, որը չկա, եւ Ալիևն ու թուրքերը պատմությունները ցույց տվել, երբեք չեն հրաժարվելու Հայաստանը որպես սեփ արանքից հանելու։ Երբեք, քանի այս տարածաշրջանը կա, քանի Հայաստանը կա, եւ Թուրքիայի եւ առավել շատ Ադրբեջանի ցանկությունը լինելու է Հայաստանը գրավելը։ Իրենք ունեն սահմանադրության մեջ 1918 թվականի իրենց ինչ որ երևակայական սահմանադրության հղում, որտեղ Հայաստանի 60-70%-ը Ադրբեջանի մասը, մինչեւ հիմա իրենց սահմանադրության մեջ դա գործում է։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ուզում ես 10 հատ հանրակրվե արա, ուզում ես ընդունել դու, ուզում ես պարտադրի։ Ես չեմ կարող մտնել քարոզարշավի մեջ, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել։ Ես ասում եմ, դա վտանգավոր է։ Չի պիտի ժողովուրդը գնա միակողմանի ու անդադ միակողմանի զիջումների, որովհետև ել եմ ասում, եթե մեր աչքերը փակեցինք, չի նշանակում, որ դրանով հարցը լուծվեց։ Եվ Ադրբեջանին է ձեռնտու, որ դու չունենաս Եվրոպամետ պարլամենտ։ Եվ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն ուզում, որ դու գնաս Եվրոպական միություն։ Չնայած Եվրոպական միությունը լրիվ ես մի հաղորդում էի սարքել, որտեղ ներկայացնում ենք ֆորմատ ուզում են փոխեն, ավելի ճկուն սարքեն, Թուրքիայինները ընդգրկեն։ Այդ ժամանակ Հայաստանը մար շատ ավելի հեշտ է դառնում։ Խնդիրը հետեւյալն է. Ալիևը հասկանում է, թե դու դառար Եվրոպական միության անդամ, եւ Փաշինյանն էլ է սա լավ հասկանում, բայց ինքը գնացել է ստորանալու ճանապարհով, որտեղ կա Պուտին պապա վերևը, որտեղ սրանք ոչ մեկն էլ արևմտամետ չեն, որտեղ սրանք բոլորն է կախվածություն ունեն Ռուսաստանից։ Շատ քիչ է տարբերություններ, օրինակ, եթե ինք փորձում են այդպես մեծ տարբերություններ իրանց եւ Սամվել Կարապետյանի միջեւ, ոնց որ ինձ անձամբ ծաղրեն։ Երբ որ դու կանգնում ես, ասում ես հապ կտանում է Հայաստանը դեպի Սպանդանոց, եւ չես դուրս գալի հապկից, ինչ որ երևակայական սառեցում ես անում։ Հետո ինձ ասում են ինքը վախենում է դուրս գա։ Ոնց ինքը չի վախենում, ասի հապ կտանում է Հայաստանը դեպի Սպանդանոց, բայց վախենում է դուրս գա, լուրջ եք ասում։ Դուք լսում եք իրանք ոնց են խոսում Ռուսաստանի հասցեին հիմա։ Իսկ գուցե գնում են Ռուսաստան, ասում են, գիտես ինչ կա, մենք այնտեղ տենց ենք խոսում, որ կարողանանք այդ զուգահեռ էքսպերտը քո համար կազմակերպենք։ Թող սենց խոսանք, որ ցույց տանք, որ այնտեղ էլ կուտեն, քեզ էլ ընդդիմությունը կտանք պարլամենտում, մենք ամեն ինչ անում ենք մինչև ժամանակ ինքշա, մինչև դու Ուկրաինայում քո հարցերը լուծես։ Ենթադրենք, կարա լինի այդպիսի բան։ Դրա համար եմ ասում։ Իմ ասածը հետեւյալն է։
ամբողջ խնդիրը հետեւյալն է. Ռուսաստանին պետք չի, Ալիևին պետք չի, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպական միություն։ Դրա համար պարլամենտից պետքա բացառվի եւ նաեւ պարլամենտը գլխավոր ամբիոնն է։ Երբ որ շատ մեծ ուշադրություն են դարձնում միջազգային, պարլամենտը ժողովրդի ընտրյալներն են։ Իրենք եթե պարլամենտում չկա արևմտամետ, նշանակում է ժողովուրդը չի ընտրել արևմտամետ։ Հասկանում եք։ Տարածաշրջանից լինելը, տեսեք, հիմա ինչ արել, Փաշինյանը սաղ աչքին շղարշակ չէ, թե ես արևմտամետն եմ, ես ռուսամետ, սաղ լավ հարաբերություններ եմ եւ այսպես շարունակ, բալանսիստ եմ, տարածաշրջանիստ եմ, արևմտամետ եմ, ռուսամետ եմ, պուտինիստ եմ, չգիտեմ, տրամպիստ եմ, ամեն ինչիստ է ինքը։ Որտեւ ինքը իզմերը անել է։ Հարցը հետեւյալն է, ինքը դրանով ցույց է տալի Պուտինին, որ եթե դու պարլամենտում չունես արևմտամետ, նշանակում է դու չունես ժողովրդի կողմից ընտրյալ։ Նշանակում է Եվրոպական միության ճանապարհը մերժվել է հայ հասարակության կողմից եւ դա էլ ցույց է տալիս նաեւ արևմտյան գործընկերն ասում է նայեք դե հիմա ինչ անեմ ժողովուրդը ընտրել է սրանց Երբ որ արևմուտքը ասում է իսկ որ արևմուտքը իրան ասում է տղա ջան բայց դու էլ ես չէ ներկայանում որ մեր հետ մոտեցնում ես հարաբերությունները բայց քեզ էլ են ընտրել չէ կոպիտ ասած ինքը ասում է մի րոպե մենք բարեփոխումները կանենք նայեք ասում է Երբ որ ասում եմ տենց մի 4000 տարի հետո որ արդեն երկիր մոլորակի վրա մարդ չի մնա, սա արդեն այնտեղ ուրիշի մոլորակներում կամ Արմագեդոնից հետո, երբ որ Արմագեդոն լինի, կամ մեծ մետեորիտ ընկնի աշխարհի վրա ոնց որ կինոներում, հա, աշխարհը ասես տանի, այդ վաղ մենք բարեփոխված անպայման կդիմենք, եթե լինի Եվրամիությունը։ Դուք հասկանում եք ինքը ինչ բլեֆեր է անում։ Պոլշայի նախագահը կանգնում է, վարչապետը կանգնում է ասում արի ձեռքից բռնած տանեմ։ Տեսակ չէ։ Մենակ ես չեմ տեսել, չէ։ Տեսել եք բոլորդ։ Ну, ես մի քիչ բան եմ ամ ձեռքից, բայց ասից ամեն ինչով կարճակցեմ, գող գտեմ։ Արի տանեմ։ Գոքնեմ։ Ինքը մեծ կշիռ ունի Եվրամիությունում։ Բայց ինքը նորից նույն լոլոնա դուրս տալի, հասկանում եք, այսինքն խնդիրը հետեւյալն է, ինքը արևմուտքին ասում է, տեսեք, պարլամենտս ռուսամետ անդիմությունը Այս պարլամենտով ես ոնց գամ Եվրամիություն, տեսեք, խնդրեմ կա հասարակության մեջ։ Պուտինին ասում է հանգիստ տեղի պարլամենտում մեկ դուք եք, մենք ենք, մենք պետք է տանենք արևմուտք, մենք էլ դինոզավրերից հետո։ Հասկանում եք ինչա կատարում։ Ալիևին ասում է դու հանգիստ տեղի, մենք Եվրամիություն չենք մնա, դու քո ազդեցությունը տեղին Հայաստանի վրա կունենաս, դու բենզինը տուր, ես էժան բենզինով մի հատ բան անեմ, ասում տեսեք, Ադրբեջանը մեզ էզամ։ Հասկանում եք ինչա անում ինքը։ Ինքը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա կոնկրետ դեմք դիմագից կուրս, որպեսզի Հայաստանը ինքը իրանք ворթեգրել մի քաղաքականություն, որ պետք է շատ վտանգավոր բաներ իրենք ասում, դուք նկատեք 100-ամյակներով խաղաղություն, այդպիսի բան չի լինում։ Այդպիսի բան չի լինում։ Դա շատ վտանգավոր բան է։ Ինքը ասում է մենք ըստ էության պետք է այնպես լինենք տարածաշրջանում։ Հասկանում եք որպեսզի 100-ամյակներով խաղաղություն լինի, բայց դա քեզանից չի կախված մենակ։ Տանգոն երկուսով են ապարում, 1-3-ով ու 4-ով էլ կոպիտ ասած։ Որ դու ամեն ինչ արեցիր, չի նշանակում որ ոչ մի բան չի լինելու, այդ տագիտությունը սրանում է կայանում։ Դու կարաս սաղ կյանքդ ոչ մի բան չանես, նստես խելոք քո համար, գան գրավեն, դա համաշխարհային պատմություն է, որին երևի մարդամեկը չի տիրապետում։